Մեծարգո քաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, ես ուզում եմ անդրադառնալ ընդդիմադիր գործընկերներից երկուսին, պարոն Հակոբյանին և տիկին Մելիքյանին։ Պարոն Հակոբյանը առաջի անգամ չի, որ այս ամբիոնը օգտագործում է շեշտադրելու համար, որ ինքը Երևանի փողոցներում մեծացած տղա է և այսօր էլ այդքան համարձակություն ունեցավ ասելու, որ նաև ինքը դաշնակ է, պարոն Հակոբյան, այդքան էլ գլուխ գովալու բան չէ, ասեմ իմանաք, գուցե երիտասարդ եք, դաշնակներն էլ ինչ-որ սենց գաղափարախոսության վրա են չէ, երիտասարդներին քաշում իրենց կողմը, այդքան էլ գլուխ գովալու բան չի, թե առաջինը, առավել ևս երկրորդը, վստահ եմ, որ ձեր պատմությունը լավ եք ուսումնասիրել, ես ուղղակի մի փաստ եմ ուզում արձանագրել դաշնակների վերաբերյալ, որ 1908 թվականի երիտթուրքերի հեղաշրջումը դաշնակները ոչ միայն ողջունել են, այլ նաև համագործակցել են նրանց հետ մինչև 1913 թվականը, այդ ընթացքում երիտթուրքերը 1909 թվականի Ադանայի կոտորածն են կազմակերպել, իսկ 1911 թվականին Սալոնիկում ցեղասպանությունն են կազմակերպել, Հեղաշրջումից հետո դաշնակները ցրել են հայ ազատագրական պայքարը, զինված հայ խմբերը, մեր հայ տղամարդկանց խմբերը և անզեն թողել թուրք յաթաղանի առաջ, հետագայում տեսանք ինչ եղավ և այդ հայկական այդ գործնեությունը, նրանց վարած քաղաքականությունը մինչև օրերս էլ տևում է և 130 տարիների ընթացքում մենք տեսել ենք ինչ են արել, վերջերս էլ համացանցում մի տեսանյութ տարածվեց, ինչպես է դաշնակ հայրը իր տղուն ցենց խրող ձևով խրախուսում, դաստիարակում, որ Նիկոլ Փաշինյանի վիզը պետք է կտրել, ասեմ, որ դուք առաջին անգամ չի, որ այստեղից ասում եք ով էս ինչը չանի, ով են ինչը չանի, Նիկոլա, իբր ձեր արևին հայհոյանք եք անում, ասեմ մի հատ շրջեք ընդհանրապես հայ ժողովրդի մեջ ու տեսեք, թե հայ ժողովուրդը ընդհանրապես մենք շատ հարուստ սենց հայհոյանքների փունջ ունենք, բայց ամենատպավորիչը դաշնակներին վերաբերյալ հայհոյանքն է, օրինակ իմ կողմից շատ հարգված մի մարդ ասում է շունս դաշնակ ըլլա, հաց չեմ տա, հենց ձեր դաշնակցական առաջին վարչապետն է ասել, որ դաշնակները այլևս անելիք չունեն, իսկ Մեծն Թումանյանը ասել է ավելի մեծ վնաս, քան դաշնակները ոչ ոք չի հասցրել հայ ժողովրդին, այսքանը դաշնակների մասով, տիկին Մելիքյան, ես ձեր գործընկերոջն եմ արձագանքում, տիկին Մելիքյան, դուք չգիտեմ կգաք այստեղ ինչ կասեք, կփորձեք, չես ուրիշ բան եմ ասում, ամենայն հարգանքով ձեր անձի հանդեպ, բայց երբ որ դուք խոսում եք, մի տեսակ սովետի ու կրասնի Մոսկվայի հոտ է գալիս, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որտեղ դուք անդադ սովետ եք ասում, իսկ սովետը վաղուց չկա, 1997 թվից է 2007 թվականին ձեր քաղաքական պապիկն է եղել, քանի որ ես միշտ ասում եմ քաղաքական հայր մի ձևի նեղանում եք, հետո հասկացա, որ ինքը Քոչյանը ձեր պապիկն է, ոչ թե հայրը, որտեվ հայրը ոնց որ ինչ էր անում, Դոնբասի Անդոն է, ուրեմն շատ ես իմ չափերի մեջ եմ, ես եմ որոշում իմ չափերը, դուք չեք որոշում, իմ չափերը ես եմ որոշում, դուք չեք որոշում իմ չափերը, քո չափերի մեջ մնա, չափերիդ մեջ մնա, տիկին Հարթանյան, մի րոպե, հարգելի գոհ, մի րոպե, երբ որ ասում եք, պիտի լռություն, շարունակեք, երբ որ ասում եք, պիտի պատրաստ լինեք պատասխան ստանալ ու համբերատար լսել, 1997 թվականից 2007 թվականին օտարված մանկապարտեզները, տիկին Մելիքյան, երբ որ դուք այստեղ ասում եք, որ ճիշտ են արել, որտև այդ ժամանակ ծնելիություն չկար, երեխա չկար և այլն, մի հատ ինչի համար չկար, դա էլ եկեք, ես վստահ եմ, որ ձեր ելույթի մեջ կասեմ, ինչի համար չկար ծնելիություն, ով էր օտարել են ամեն չէ, ով էր աշխատատեղերը փակել, գործարանները օտարել, որ մարդիկ գնային աշխատեին, ամենամեծ արտագաղթը եղել է այդ տարիներին, ամենամեծ վնասը Երևան քաղաքին և երևանցիներին հենց այդ տարիներին է հասցվել, իսկ դուք եկել եք, որտեղ համեմատում եք ինչ-որ բաներ իրար հետ,
Տիկին Հեչ Վարդանյան համեմատելու չի, շնորհակալություն։